Մարտի 19-ին սպասվող եղանակային պայմանների կանխատեսմամբ եթերում աշխատում է Գագիկ Սուրենյանը, բարև ձեզ։ Առաջիկա օրվա ընթացքում մեր երկրի եղանակային պայմանները կձևավորի արևմուտքից ներթափանցող ցիկլոնը։ Այդ ցիկլոնի տիրույթում Հայաստանի տարածքում միմյանց են բախվում հարավից ներթափանցող արևադարձային եւ հյուսիս-արևմուտքից եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքները ձևավորելով մթնոլորտային ճակատ, ընդ որում տաք օդը նահանջում է դեպի հարավ, իսկ ցուրտ օդը ներխուժում դեպի մեր հանրապետություն։ Արբանյակային լուսանկարը ցույց է տալիս, որ այս պահին հանրապետությունը եւ առհասարակ ողջ տարածաշրջանը ծածկված է այդ ցիկլոնի հետ կապված տեղումնաբեր ամպերով։ Այսպիսով այսօր գիշերը եւ աղ ցերեկային ժամերին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ, բարձր լեռնային շրջաններում տեղումները սպասվում են թազձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում են ամպրոպներ, ամպրոպների ժամանակ համուժ գնացում մինչև 15 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկային ժամերին հանրապետության մեծ մասում բացառությամբ Սյունիքի կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այժմ տեսնենք, թե ինչ ջերմային ֆոն եւ մթնոլորտային երևույթներ են սպասվում Հայաստանի տարբեր հատվածներում։ Շիրակում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը մարզում կդիտվի 0-ից 4, ցերեկը 3-ից 8 աստիճան տաքություն։ Տեղումներ են սպասվում նաև Կոտայքի մարզում, բարձր լեռնային գոտում թազձյան տեսքով, լեռնային շրջաններում գիշերը պետք է սպասել 2-ից 5, ցերեկը 3-ից 7, նախալեռնային հատվածներում, գիշերը 5-ից 8, ցերեկը 8-ից 10 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում սպասվում են տեղումներ, գիշերը կդիտվի 1 աստիճան ցրտից 4 աստիճան տաքություն, ցերեկը 3-ից 8 աստիճան տաք է։ Լոռի Տավուշ հատվածում սպասվում են տեղումներ եւ ջերմաստիճանի կտրուկ անկում, Լոռիում գիշերը կանխատեսվում է 2-ից 7, ցերեկը 7-ից 11, Տավուշի նախալեռնային հատվածներում գիշերը 0-ից 4, ցերեկը 6-ից 10, Տավուշի հովտային գոտում գիշերը 4-ից 8, ցերեկը 9-ից 13 աստիճան տաքություն։ Արագածոտում կդիտվեն տեղումներ լեռնային գոտիներում թազձյան տեսքով, լեռնային գոտում գիշերը պետք է սպասել 1-ից 4, ցերեկը 3-ից 6, նախալեռնային հատվածներում գիշերը 6-ից 9, ցերեկը 8-ից 12 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Արարատի նախալեռներում գիշերը կանխատեսվում է 7-ից 10, ցերեկը 12-ից 14, Արարատի հովիտներում գիշերը 8-ից 11, ցերեկը 13-ից 16, Արմավիրի մարզում գիշերը 7-ից 10, ցերեկը 12-ից 15 աստիճան տաքություն։ Վայոց-ձորում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորթառատ։ Վայոց-ձորի լեռներում գիշերը կդիտվի 0-ից 3, ցերեկը 3-ից 6, նախալեռնային հատվածներում գիշերը 7-ից 9, ցերեկը 11-ից 14 աստիճան տաքություն։ Սյունիքում դեռևս այս ցիկլոնի ազդեցությունը առանձնապես ինտենսիվ չի արտահայտվի։ Այստեղ առանձին հատվածներում կդիտվեն կարճատև անձրևներ, իսկ օդի ջերմաստիճանը դեռևս էապես չի փոխվի։ Մարզի լեռնային գոտում գիշերը կանխատեսվում է 0-ից 3, ցերեկը 7-ից 10, նախալեռնային հատվածներում գիշերը 1-ից 6, ցերեկը 13-ից 17, իսկ հովիտներում գիշերը 8-ից 13, ցերեկը 20-ից 23 աստիճան տաքություն։ Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպների ժամանակ համուժ գնացում մինչև 15 մետր վարկյան արագությամբ։ Գիշերը մայրաքաղաքում կդիտվի 8-ից 10, ցերեկը 12-ից 14 աստիճան տաքություն։ Սրանք էին օդերևութաբանական վերջին վերլուծությունները եւ կանխատեսումները, կհանդիպենք վաղը։